Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մեր համեստ օգնությամբ բոլորիս հավատացյալների այստեղ հավաքված Վեհապար Հայրապետը ինչև իր կյանքի վախճանը մնալու է եւ գործելու է։ Եվ ասել են, որ Վեհապար Հայրապետը թող Աստված երկար կյանք տա իրեն, ինչպես հայտնի երգի մեջ ենք մենք արտաբերում, իր կյանքի վերջին օրերին հանգիստ մարդկանց օրհնելու եւ իր հայրական խոսքն է փոխանցել։ Արեն Արագածոտնի թեմը իդեմս հոգևոր դասի, այսպես ասած, ամուր վահան է, այս ամբողջ թողու բոհի մեջ այ նախադրյալը որն է Արագածոտնի թեմի քահանայած դասի այդ ուժեղ կամքի։ Ես չէի ուզի առանձնացնել, իհարկե ես Արագածոտնի թեմից եմ, բայց ես չէի ուզի առանձնացնել Արագածոտնի թեմը, որովհետեւ մենք բոլորս եղբայրներ ենք։ Բոլոր թեմերի քահանաները մեր եղբայրներն են։ Մենք մի մեծ միաբանություն ու ընտանիք ենք, ինչպես միշտ ասել են։ Եվ ճիշտ եմ համարում չառանձնացնել Արագածոտնի թեմը։ Մենք հավասար ենք, մի թեմ ենք, մի ընտանիք ենք, ունենք հայր, ունենք Աստված եւ խոնարհվում ենք Սուրբ Երրորդության առջեւ։ Իսկ Մկրտիչ Սրբազանին տեսակցելու հնարավորություն ընձեռվում է, ինչ ունեք փոխանցելու մեր հավատավոր ժողովրդի Մկրտիչ Սրբազանի անունից։ Մկրտիչ Սրբազանը իր ուղերձում մեկ անգամ, երկու անգամ ուղերձ է եղել եւ կարմիր թելին պես ինքը օրհնություն է փոխանցում ժողովրդին եւ գիտեմ, որ մեր առած միասնական ժամերգություններին եւ աղոթքներին միշտ ինքի օրհնությունն ու համաձայնությունը, հավանությունն է տալիս եւ այդ աղոթքը զորավոր է։ Եվ մենք այդ աղոթքի մեջ պինդ ամուր պիտի լինենք սիրելով Աստծո նմանությամբ ու կերպարանքով բոլորին։ Եվ Մկրտիչ Սրբազանը ամուր է, ինքն էլ այնտեղ աղոթքի մեջ է եւ այդ աղոթքը պիտի շարունակվի։ Խնդրեմ։ Ձեր այդ լավ հանգուցալուծումն ինչպես եք տեսնում դուք այս պահին։ Այս ներհագության լուծումը։ Այսօր աղոթք է լինելու, Վեհապար Հայրապետի գլխավորությամբ աղոթք է լինելու, մենք մեր խնդրանքը Աստծո առջև ենք դնելու, միաբանական աղոթք ենք անելու եւ գնանք ամեն մեկս մեր տուն, մեր հանգստին։ Ինչ եք կարծում մայրական եւ լարվածությունը դեռ չի հանգուցալուծվում։ Մշտապես ասել ենք, որ կաթողիկոս ամենայն հայոց Հայրապետը ինչև իր կյանքի վախճանը մնալու է իբրև ամենայն հայոց կաթողիկոս։ Սակայն իշխանությունը չի դեպքում, չի դիչում, շարունակում է պահանջել 10 եպիսկոպոսներ են Մեսաշան Փաշինյանի վերջայնաբար նրա պահանջին են միացել Կհաջողվի կներեք Հովհաննավանքի նման զավթել մայրաթոռը։ Ես նորից կրկնում եմ, պնդում եմ ամենայն հայոց կաթողիկոս իր գահին նստելու է մինչև իր կյանքի վախճանը եւ օրհնելու է բոլորիս։ Եվ այսօր էլ մենք մեր աղոթքն անելու ենք ամբողջ այստեղ հայեր են հավաքված քրիստոնյաներ եւ Աստված բոլորին օրհնի միասին մեր հոր գլխավորությամբ աղոթք ենք անելու եւ ինչպես արդեն ասացի գնալու ենք մեր տուն։ Շնորհակալություն եպիսկոպոսների քննադատության մասին, թե կաթողիկոսը միայն այս այներին կառավարել, դերին է եղել կառավարումը, արդյոք աչքի փակել Վեհապարը բոլոր Ես միշտ ասել եմ, ես պարզ քահանա եմ եւ հիմա էլ կպնդեմ, ես պարզ քահանա եմ եւ ամենայն հայոց կաթողիկոսը երբեք առանց իր որդիների կարծիքը դարձնելու որևէ որոշում չի կայացրել ու չի կայացնում։ Եկեղեցին մեծ ընտանիք է եղել, պիտի լինի եւ պիտի շարունակի իր ավանդ Տիրոջը ավանդելու, Տիրոջը ժողովրդին ներկայացնելու ուղին։ Եվ ամենայն հայոց կաթողիկոսը իր սիրով, իր նվիրվածությամբ ժողովրդի նկատմամբ սիրով, Աստծո նկատմամբ սիրով շարունակելու հովվել եւ հովվապետել։ Կաթողիկոսին